եմ խնդրում, բայց BBC-ի մի կարողանա։ Այո։ Բարիկը բայց պիտի սպասի, խնդրենք, ընտրելուց։ Արևա։ Արևա։ Էլի մասնա կնիքներով բանը։ Ինձ ասեք ոնց կանգնեմ, ուրն է։
Պարոն Մարուկյան, ինչ ակնկալիքներ ունեք ձեր ուժի հետ կապված։ Հա, հենց մեր ուժի հետ կապված։ Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պարլամենտարիզմը այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան։ Բայց ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չի կապված, որովհետև մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ։ Ակնկալիքներս կապված է Հայաստանի Հանրապետությունում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձ, եւ ես ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը այս պահին, որ մենք արձանագրում ենք, ես չեմ հիշում նման հերթեր, անկեղծ չեմ հիշում, այսպես չգիտեմ, բայց ամեն դեպքում ամբողջ հանրապետությունով է հիմա հերթեր, որտեղ Վանաձոր եմ խոսել, Գյումրի եմ խոսել, մյուս մեր մարզերի ներկայացուցիչների հետ, բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, սա նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս, որովհետև Հայաստանի Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի խորհրդարան ենք մենք ունենալու, եւ այդ խորհրդարանը ինչպիսի կառավարություն է ձևավորելու, եւ Հայաստանի Հանրապետությունը իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու, քանի որ լռության օր է նաեւ այսօր, ես դրանից ավելին Լռության օրը Փաշինյանի կողմնակիցները քարոզչական գլխարկներով, սրտիկներով, մայկաներով ներկայանում են ոչ միայն ընտրատեղամասեր որպես վստահված անձիկ, այլ նաև ընտրողներ են այդպիսի քարոզչական գովազդներով մտնում ընտրատեղամասեր։ Ինչ կասեք այս մասին եւ կարծես թե Դանիել Յուաննիսյանի աղմուկը դեռ չի լսվել։ Չի լսվել։ Ես ուզում եմ ասել, որ ինչ անեն հակառակ ռեակցիա է տալու, բացարձակապես մտահոգություն չունեմ, շատ վստահ եմ, որ ունենալու ենք բազմաթիվ կուսակցությունների պարլամենտ, որտեղ լինելու է այլ Ես պատկերացնում եմ, որ ոչ մի ուժ այն ինչ քարոզել ենք, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն, ես պատկերացնում եմ, որ մենք հասել ենք դրան, ուղղակի պետք է տվյալները գան, դուք դրանում համոզվեք, այսինքն ես իմ ուսումնասիրություններով քարոզարշավով եմ դա ասում։ Ամբիցիաները չեք լսել մյուսների, օրինակ Փաշինյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, հա, իրենց ուժն են կարևորում իշխանություն գալու առումով եւ այդ միասնաբար, որ բան լինի, հավասարակշռում լինի, զսպում լինի, նրանք այդ մեխանիզմով հեչել պատրաստ չեն իշխանություն ձևավորել։ Հասկացա, բայց հիմա չենք քննարկում թե ով ինչի է պատրաստ, հիմա քննարկում ենք ինչ է անում հենց հիմա ժողովուրդը։ Ժողովուրդը բոլորին տալու է իր ուղերձը։ Այդ ուղերձը լինելու է հետևյալ կերպ, որ ոչ մի ուժ չի ձևավորի իշխանություն, դա կլինի ժողովրդի ուղերձը, որ դե նստեք իրար հետ, դրեք մի կողմ ձեր անձնական էգոները, շահերը եւ կառուցեք Հայաստանի Հանրապետությունը։ Պարոն Մարուկյան, ձեր ուժից արդյոք կան ձերբակալվածներ։ Գիտեք, այս երկու օրերին ձերբակալություններ են եղել, երկու ուժերից հայտնել են, որ իրենք ունեն Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Կարապետյան, եւ ընդհանրապես ինչ եք մտածում, ինչ մոտեցում ունեք այս երկու օրերին, լռության փաստորեն օրերին, այս ձերբակալությունների շղթային։ Մեր ուժից չկան ձերբակալություններ, այլ ուժերից մամուլից եմ տեղեկանում, որ կան, բնականաբար պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում մենք քարոզարշավի մեկնարկին հայտարարեցինք, որ ոչ մի տեղ չենք բացելու ֆիզիկական շտաբներ։ Ֆիզիկական շտաբները դրանք նաև պրովոկացիայի բուն են, տարատեսակ ինչ-որ բաների, մեր շտաբը վիրտուալ է եւ եթե ինչ-որ մեկին ձերբակալեն մերոնցից, պետք է մեր վիրտուալ շտաբից մարդեր ձերբակալեն։ Մենք աշխատել ենք ամբողջությամբ սոցիալական եւ էլեկտրոնային հարթակներով։ Չեմ ասում շտաբն է պատճառը, բայց վերահսկողության ռեսուրսի շատ մեծ հնարավորություն, գուցե հենց այս պատճառով է այս ռեպրեսիաները։ Նայեք, շտաբը ոչ թե պատճառն է, այլ շտաբները դառնում են մարդ են բերում ԱԱՑ-ից օրինակ մտցնում այդ շտաբի մեջ։ Այդ արդեն սկսում է գաղտնա լսել, մեկը մի բան ասում է, մեկը մի բան ասում։ Դա համար եմ ասում, որ 21-րդ դարն է եւ կարելի է ավելի այլ կերպ աշխատել։ Ամեն դեպքում հետևում ենք, ես 2 օր առաջ վերջին բռնությունների դեպքերով դատապարտել եմ բոլոր բռնությունները, նաեւ Փաշինյանի ուղիղ երեսին եմ ասել դեբատի ժամանակ,
հետևողական են լինելու անկախ որևէ արդյունքից բոլոր ընտրակեղծարարները, ովքեր որ կփորձեն կեղծիքների թույլ տալ, բոլոր բռնություններ անողները, քարոզարշավի կանոնները խախտողները, անհավասարաչափ լուսաբանումը հանրայինի, բոլորը պատասխան են տալու։ Պարոն Մարուկյան, կներեք, պարոն Մարուկյան, դուք որպես տեխնացու, որպես քաղաքական ուժի առաջնորդ, ինչ գնահատական ունեք հակակոռուպցիոն կոմիտեի տարածող այս ձայնագրություններն, հատկապես այս երկու օրերին ավելի ակտիվացել։ Դուք դատապարտում եք ենթադրյալ կաշառքի բաժանելու փորձերը, թե ոչ։ Մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր կաշառքի դեպք պետք է բացահայտվի, քննվի, կաշառք տվողներին եւ վերցնողներին պետք է անպայման ձերբակալել, պարտադիր, դատել, ինչքան հնարավոր է երկար, ես ամբողջ կյանքս դրա դեմ եմ պայքարել, բայց քանի որ հիմա մենք գործում ենք անմեղության կանխավարկածի շրջանակներում, ես դրանից ավելին չեմ կարող ասել։ Ես իմ բան ձեզ կարող եմ ասել, որ այնքան գաղտնալսում է տարածվել, 2 օր առաջ սոցիոլոգիական հարցում անող մարդու հետ եմ խոսել, ասում է 85% հեռախոսով չեն ասում ինչ են անելու, ինչու, որովհետև բոլորը մտածում են, որ բոլորին լսում են, հասկանում եք։ Այս երկրում բանկային գաղտնիքը կործանվեց տարիներ առաջ, հիմա անձնական նամակագրության, հեռախոսազրույց, անձնական կյանքի բոլոր գաղտնիքներն են ոտնահարված, բայց մյուս կողմից հանկարծ մեկին չթվա, թե մենք կարողա որևէ ձևի արդարացնենք որևէ մեկի կողմից, որևէ ընտրակաշառքի ծառայության կամ որևէ այլ մեթոդով մարդու անձնական քվեարկության կամ արտահայտության վրա ազդեցությունը։ Քանի որ Հայաստանում թևը կտրել չի կարելի, ես կարող ասեի թևը պետքա կտրել ընտրակաշառք տվողի, բայց բնականաբար օրենքները շատ խիստ են մեր, ես ասեմ, ընտրակաշառքի տալու, բաժանելու եւ այլն եւ այլն, եւ այս իմաստով անմեղության կանխավարկած է գործում, այս ամեն ինչը ընթացքը ցույց կտա։ Պարոն Մարուկյան, Փաշազադեին ներողություն եմ խնդրում։ Մուստաֆայևին հանդիպեցին մեր հայ գործարարները, այդպես էլ չգաղտնազրծվեց, թե ովքեր են այդ գործարարները, ովքեր ակնկալիք ունեն ոչ թե իրենց պետությունից, այլ ակնկալիք ունեն Ադրբեջանի փոխվարչապետից։ Հիշում եք այդ ծածուկ կազմակերպված հանդիպումը։ Գործարարների մասնակցությունը այս ընտրություններին ձեր տեղեկություններով, ձեր ստացած ինֆորմացիայով ինչպես է գնահատում, մամուլն էլ բավական լավմտոտ բաներ է հրապարակում։ Եվ մյուս կողմից դուք այսօր 8-ից հետո կամ մինչև 8-ը ինչպիսի ավարտ եք պատկերացնում այս ընտրություններին։ Ես արդեն ասացի ինչ ա Ընտրական գործընթացին նկատի ունեմ արդյունքների։ Ընտրական գործընթացի մասով, կազմակերպման մասով մենք բավականին առաջ ենք գնացել։ Յուրաքանչյուր մարդու քվե տեղ է հասնելու, յուրաքանչյուր քվե հասնելու է տեղ, հետեւաբար մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց քվեարկությունը հասնում է տեղ եւ հանգիստ գնան քվեարկության, այստեղ բացարձակապես որևէ մտահոգություն չունեմ եւ արդեն ասացի, որ ընտրախախտումների մեծ մասը տեղի ունենում մինչեւ ընտրությունները, այսինքն այդ ադմինիստրատիվ ռեսուրսն է, անհամաչափ լուսաբանումն է, կեղծ լուրեր տարածելն է տարբեր ուժերի, տարբեր մարդկանց մասին, ինչ կարեցել արել են, բայց Ժորժ ջան, ես ցեզ ասում եմ, դուք գիշերը ձենը կլսեք։ Գործարանների մասով, ասեմ հետեւյալը, աստվածաշնչյան բանով, գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ադրբեջանական փողերով, վայ նրան, ով կտրվի գայթակղությանը։ Պարոն Մարուկյան, հետընտրական ինչ process-ների եք պատրաստ մասնակցել կամ նախաձեռնել, եթե մենակ կասկածի տակ դնեք ընտրությունների արդյունքների օբյեկտիվությունը։ Եթե ընտրությունների օբյեկտիվությունը կասկածի տակ դրվի, օրինակ, մենք արձանագրենք, որ արդյունքները կեղծվել են, բնականաբար Հայաստանում վերջին 8 տարիներից հետո մենք կայտարենք, որ ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն։ Սակայն ես լավատես եմ, ես կարծում եմ, որ բանը դրան չի հասնելու։ Հանգիստ ժողովրդին պետք է կոչանել գնալ ընտրական տեղամաս։ Ցանկացած նման լուրերի տարածում մարդկանց դեմոտիվացնում է, չի կարելի մարդկանց դեմոտիվացնել, ժողովրդի յուրաքանչյուր քվե, քաղաքացու յուրաքանչյուր քվե տեղ է հասնելու, գնացեք ընտրական տեղամաս եւ դուք գիշերը կտեսնեք, որ գոնե մեր մասով կարող եմ նաեւ վստահ ասել, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, հակակշիռները, պարլամենտարիզմը կվերադառնա պարլամենտ։ Մնացածը կտեսնենք։ Ռեալ ընդդիմության Չեմ սպասում։ Ռեալ ընդդիմության պարտության դեպքում Հայաստանի բռնած ուղին ինչպիսին եք պատկերացնում։ Ես չեմ տեսնում պարտություն։ Ես ասացի, եթե
ոչ մի ուժ չի ձևավորում իշխանություն, դա նշանակում է, որ մենք նստելու ենք սեղանի շուրջ եւ երկրի ճակատագիրը մի մարդ չի որոշելու։ Հետեւաբար այդ սցենարը ձեր ասած կեղծելու սցենարն է։ Դրա վերաբերյալ ես իմացել եմ։ Կվերցնեք մանդատները։ Մենք գնում ենք բոլոր ուժերն պետք է գնան վերցնեն մանդատները, որ ծառայեն ժողովրդին։ Այսինքն ինչի՞ չպետք է վերցնենք մանդատները, եթե խորհրդարանում ձևավորում ենք իշխանություն։ Փաշինյանի հետ քննարկումներ, որ դիմությունը պիտի ավելի տոտալ քայլերի գնա, ոչ թե գնա։ Այսինքն կմիանաք։ Ես դա 21 թիմ տեսել եմ։ Իմ մոտ ժպիտը առաջ։ Փաշինյանի հետ պատրաստվում եք, հա։ Մի սեղանի շուրջ նստել։ Այսինքն դուք որոշել եք, որ Փաշինյանը հաղթում է։ Չէ, օրինակի համար, եթե մի քիչ դուք եք հավաքում, մի քիչ ԿՊ-ն, մի քիչ այն մեկ այդ ձեր ասած սցենարով, նաև պատրաստ եք ԿՊ-ի հետ նույն սեղանի շուրջ նստել եւ փոխ Մենք ասել ենք, որ որևէ պարագայում չենք քվեարկի ԿՊ-ի հետ որևէ ձևով իշխանություն ձևավորելու, բացառել ենք դա, նաև բացառել ենք էլի կարմիր գծեր ենք ասել, ինչ վերաբերում է պարլամենտարիզմին, ԿՊ-ն ես կարծում եմ կունենա 30 հոգանոց մոտավորապես խմբակցություն, որը կլինի ընդդիմադիր խմբակցություն, ես խնդիր չեմ տեսնում, մեզ լավ ընդդիմություն պետք է միշտ բոլոր պարագաներում, որովհետև որևէ իշխանություն, որը չունի հակակշիռներ եւ փոխզսպումներ, այն գնում է դեպի փչացման։ Մենք դա տեսել ենք։ Շնորհակալ եմ։